Hello. How are you, Prime Minister? Welcome. Nice to see you. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում է, այցի շրջանակներում Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել։ Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկեր բարեկամ։ Հույս ունեմ, որ Հայաստանն էլ երբ նայում է դեպի Եվրոպա, տեսնում է դաշնակցի։ Վստահ եմ, որ Հայաստանի ազգային ժողովն ու Եվրոպական խորհրդարանը կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում։ Հայաստանի վարչապետն էլ իր հերթին նշել է, Հայաստանը Եվրոպական միության հետ համագործակցում է տարածաշրջանային համատեքստում։ Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Փաշինյանի խոսքով Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ, մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ենք Ֆրանսիայի հետ, մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն, խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ Համատեղ ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթով է հանդես եկել։ Թրիփ ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունները ընդունեցին Թրիփի իրականացման շրջանակը եւ առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Հայաստանի վարչապետը նշել է, այս զարգացումները նոր հնարավորություն են բացում ԵՄ-ի եւ Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից։ Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։ Հայաստանը Թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսակ վերոնշյալ մեջբերումներից որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հիմա ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։
Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանն, այնպես էլ Հայաստանն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։